Ձերենիք ձեզ տեսանյութ էին նկարել, դուք երևի վաղուց եղած շեյք լինի Հրազդանի կիրճում։ Մի խոսքով։ Ես գիտեք ինչ եմ հիշում, այդտեղ ձմեռն էր շատ դժվար, այդ վերջի բանը բարձանալը, որ սարսակալում էր, շատ դժվար էր լինում։ Մի քանի անգամ բան եմ արել այդտեղ։ Հալաբյան, Արզումանյան, Խաչմերուկ, չէ, հին ու բարի։ Իդեպ մեր կամուրջը Կիևյան, ես շատ եմ սիրում, կարծեմ շատ գեղեցիկ, ինքը կոնստրուկցիան էլ է գեղեցիկ, մանավանդ այդ ներքևից որ նայում ես Հրազդանի կիրճը ծառեր բաներ ու սենց ֆիրմա է մի խոսքով լավն է Կիևյան կամուրջը։ Դե ինչ ունենք օրակարգում, փորձենք հասկանալ մեր լրատվականներից, էլ գաղտնա լսում, էլ ձերբակալություններ, ինչ ասես եղավ ես։ Էլ լացուկոց, էլ անչափահաս սպանություններ, անչափահասի կողմից։ Բայց ավտոբուսի վարորդին էլի բռնեց ծեծել են, ես չեմ հասկանում, էլ ուրա գնալու ես ամեն ինչը, ոնց է լինելու, բայց երևի սկսենք գաղտնա լսումներից եւ ձերբակալված անձանցից։ Գոհար Ղումաշյանի նկատմամբ որպես խափանման միջոց տնային կալանքի միջնորդությունը ներկայացվել դատարան։ Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի անդամ այդ Գոհար Ղումաշյանը եւ եւս մեկ անձ ձերբակալվել են հակակոռուպցիոն կոմիտեի հրապարակած զայնագրության հիման վրա։ Զայնագրությունը հասանելի է համացանցում, կոմիտեն տեղեկացնում է, որ հաշվի առնելով մեղադրյալ Գոհար Ղումաշյանի օրինական վարքագիծը ապահովող եւ դրան խոչընդոտող բոլոր հնարավոր հանգամանքները, այդ թվում վերջինիս անչափահաս երեխա ունենալու փաստը, որպես խափանամիջոց տնային կալանքը կիրառելու վերաբերյալ միջնորդությունը ներկայացվել դատարան։ Ես աուդիո ձայնագրությունը լսեցի, ընդ ինչ որ հեռուստացույցի փոխարեն ասում են կլի տելևիզոր չտակ գումարը տակ փող չունենք, բան, ինչ-որ sense բաներ է եղել, ինչը ըստ պատկան մարմինների ընտրակաշարքի թուղթ ու թանակի հարց է։ Սպասենք զարգացումներին, տեսնենք ինչու է այդպես։ Բայց հետո ասում եմ հիշում ես երեք խոսում էի որ Տոմս գնելը բանը կաշառք համարվում է թե չէ այսինքն նմանատիպ մի բան է էլի փաստորեն հիմա դե ասում են մեծ մասը արձերն տենց վիճակներ չկա բարեգործության տակ է արվում ասում են այ մենք էս ինչ հարցը ցես կանենք էս ինչ հարցով կընթարաչենք ոմանք ասում են աշխատանքի են տեղավորում աշխատավարձով աշխատանքն էլ ասենք պիտի ֆեյքեր աշխատեն էս անեն համացանցում ապատեղեկատվություն տարածեն եւ այլն եւ դա եւս իհարկե օրենքի խախտում է դե սպասենք զարգացումներին բարեկամներ սա նոր թեմա է նոր է զարգանում Կարապետյանի վարույթի քննության ընթացքում քննչական կոմիտեի նախագահի որևէ տեղակալ հրաժարական չի ներկայացրել տեղեկություններ էին դեղ հրապարակել որի հրաժարվել է այդ քննչականի կոմիտեն այս գործը քննել ասում էին որ Փաշինյանն է իբր ասել որ կալանքի տանեն էս անեն այն անեն այդ չեղարկվեց այդ կասկածը որևէ մեկը հրաժարական չի տվել պես որ Փաշինյանի այցելությունները տեսակ տարբեր մարզեր դպրոցների բացման շրջանակներում մի քանի համայնքում եղավ այսօր վարչապետը հարգելի բարեկամներ Վայոց ձորի մարզում էր նաև Արենի համայնքի այնտեղ դպրոց էր ելույթ ունեցավ երեխեքը դահոլներով բանով դիմավորեցին Վարչապետը շարունակում է իր այցը Վայոց ձորի մարզ, որտեղ ծանոթացել է կառավարության տարբեր ծրագրերով նորոգված, կառուցվող եւ հիմնանորոգվող կրթօջախներին։ Վարչապետը եղել է Արարատի համայնքում, որի երիտասարդական կենտրոնը վերանորոգվել է, հագեցել անհրաժեշտ գույքով եւ տեխնիկայով։ Դրանից առաջ մեկ այլ դպրոցի բացման արարողությաններ մասնակցում, որտեղ հանդիպման ընթացքում Սևակ բնակավայրում մասնակցեց կրթահամալիրի բացման արարողությանը Պարուր Սևակի նորակառույց կրթահամալիրում հանդես է եկել ելույթով, որի ընթացքում շնորհակալություն է հայտնել Հայաստանում աշխատող, արդյունք ստեղծող, հարկերը վճարող քաղաքացիներին, նաև այն անձանց, որոնք գուցե քաղաքացի չեն, սակայն տնտեսական գործունեություն են ծավալում Հայաստանում։ Փաշինյանը նաև շնորհակալություն հայտնեց այն քաղաքացիներին, ովքեր ՀԴՄ են պահանջում խանութներից, որովհետև այն ինչ որ կառուցվում է ինչ որ կա հարկերի շնորհիվ է, հարկերի վճարման, հա, եւ դա եւս գոյանում է ՀԴՄ-ներից Հայաստանի բոլոր քաղաքացիների ուշադրությունը հրավիրեց այն բանի վրա, թե ինչպես են դպրոցներն ու շենքերը ստեղծվում, կահավորվում գույքով, ինչպես է ապահովում այդ գույքի եւ շենքերի գործունեությունը։
Այս եղբայրների սպանությունը տեղյակ ես։ Ապա այդ ինչ որ այն Մրգաշենի պահը, հա։ Այո, ապրիլի 10, հələ մի հատ տեսեք ոնց են գրել, մի հատ կարդամ ոնց որ գրած է, էլի։ Մրգաշենում ապրիլի 13-ին տեղի ունեցած սպանության դեպքի արդիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված քննչական եւ օպերատիվ հետախուզական գործողությունների եւ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ արարքը կատարել են եղբայրները, որոնցից մեկը անչափահաս է։ Եղբայրները ապրիլի 13-ին ԱԱ-ին կյանքից ապօրինաբար զրկելու ուղղակի դիտավորությամբ փոխ լրացնելով միմյանց գործողությունները սուր կտրող ծակող գործիքներով բազմաթիվ հարվածներ են հասցրել վերջին իսլամի տարբեր հատվածներին սպանելով նրան։ Եղբայրներից մեկի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում քրեական օրենսգրքի եւ այլն, մյուսին էլ անչափահաս երեխան մի քանի տենց դանակով հարվածները հասել է տարբեր ծառերում։ Այս ինչ գազանություն է, ես չեմ հասկանում այո։ Որտեղից է սա գալիս, էլի։ Անչափահաս երեխան ինչու պիտի այդքան դաժան լինի, որ կարողանա էլի այդքան դանակով մի հատ չէ, երկու հատ չէ, բազմաթիվ հարվածներ հասցնել ու տարբեր մասերին մարմնի սպանեն այն դիմացին։ Դե վայրենի դաժան, անկիրթ, անգրագետ, փողոցում մեծացած, մի նորմալ բան չտեսած, մի տող նորմալ չկարդացած, այդ պիտի լինի, էլի։ Իսկ դուք այդ կադրերը տեսաք, որ ավտոբուսի վարորդին, որ իջացնում են 3-ով դուրս թե կտած, օրը ցերեկով 12:30 ինչ ասես այդ մարդկանց, ուղղորդված են, ուղղորդված չեն, եթե մարդ պիտի այդ տարիքին հասնի ուղղորդվի, ուրեմն որ ինչ ասես, իմ ասելով, Դերենիկի ասելով, ում ասելով, ինչ բացատրես այդ մարդկանց։ Ես այդքան այդ ուղղորդիչների վրա չեմ զարմանում, հիմա օքեյ, չարի ծառաներ են անում են, հասկացանք, բա որ տրվում են դրան։ Հիմա մեկը գա քեզ ասի, պիտի սենց բան անես, եղբայր, դու պարտադիր չի ակադեմիա ավարտես, էլի, որ ասես մի րոպե, բայց ես սենց բան ոնց անեմ։ Այսե հո ֆեյք աշխատել չի, էլի, մտնեմ Facebook-ում հայհոյանքներ գրեմ, նկարներ տարածեմ, ես իմ ինչեր անեմ։ Ասում է գնա բռնի վարորդը ինչ պիտի արածելնի, որ տենց հարցակվեն այդ վարո, ինչ պիտի արածելնի համար։ Դեն էլ առավոտից իրիկոնա քշումա, որ ընտանիք պահի հավանաբար։ Այս դեպքը, ասում է, առաջ գրգռիչ երկու հանգամանք ա եղել։ Առաջինը մտել են չեն այդ քարտը պիտի պահես վալիդատոր կա այդ ծնգասնի այդ 150 դրամը որ տանի, այդ չի արել, հետո վեճ ա սկսել հենց Ինչ-որ իրար մեջ են վիճել։ Վարորդը ասել է, հա, սուս մնացեք, ես ինչ եք անում եւ այլն բան, հարցակվել են վարորդին, դուրս են եկե հետևից այդ ապակիա դե չէ, այդ վարորդի մոտ, հայհոյանքները բանա տվել, էսի զորոշարով իջացրել է։ Այս իջացրելա գնացել է, այս սանդվիչը մեքենայով հետևից են զանգելա լավ ախպերներին, մի երկու խաչմերուկ ենկոմ Nissan-ով եկել են դեմը փակել են, այդ սաղ նկարած է։ Եկել են Nissan-ով դեմը փակել են, հասարակական տրանսպորտ մեջ է տասնյակ մարդիկ, օրը ցերեկով 12:30 փակել է, այս արդեն վարորդի կողմի դուռը բացել են, անջատել են մեքենան, այդ բանալի խառը խփել են երեսին, ճակատը վնասել են։ Դու հասկանում ես, այս կրիմինալ, այս բանա պիտի փակեն ամենախիստ պատիժը պիտի տան, որ վերջապես կանխվի։ Այս վերջին ամսվա մեջ երրորդ դեպքն է սա։ Այս վարորդները կրակը չեն ընկել ձեր ձեռը։ Հիվանդ է մեր երեխեն, հեսա չկան հələ մարդիկ, որ ասեն հիվանդ էր մեր երեխեն։ Հենց մեկը բանանում, որ խփում հայհոյում սպանում են, հիվանդ չեն, հենց գալիս են ասում են, դե արի առածներից համար պատասխան դու աղա աղվես, միանգամից հիվանդանում են բեսերը։ Գիտեք, ինչ պետք է ասած լինի վարորդը, էլի, ամրտ ասելա վիճել եք դուրս եկեք կամ բան անեք, դրա համար տենց բան վարորդը ինչքան էլ ինչեր ասած է լիներ, իրա վերևը տեսախցիկ կա ու վարորդը գիտի, որ ինքը նկարահանվում է, ինքը հաստատ իրան սահմանների մեջ կպահեր, ինքը հենց այլանդակ բան չէր անի, որ խնդիրը հասներ այդտեղ, որտեվ ամեն նկարվում է, այստեղ հարց է առաջանում, եթե այդ չարագործները իմանային, որ ամենը տեսա նկարահանվում է, արդյոք նույն կերպ կվարվեին, թե սա չիմանալու արդյունքում ա որ ցույց են տվել իրանց իրական եսը։ Հիշում եմ, որ ասում են քաղաքապետարանը ասեց, որ այս թազա ավտոբուսներում տեսախցիկներ կա, բողոքի ակցիա էր բացել։ Դա մեր անձնական տարածքն է, դա մեր էս ինչ տարածք ունեք, ինչ նկարեն, ձեր այլանդակությունների համար են դրել, որ բացահայտեն ձեր լկտի եսը, ինչեր եք անում։ Մեր անհատական տարածքը նկարելու է Ավինյանը։ Բանուն գործ չունի, ձեզ խելոք պահեք, թող չնկարեն։ Իդեպ, սա էլի առաջին դեպքը չի։
Այս մի ամսվա մի հատ է մարտի 19-ին էր վերջին դեպքը, որ 3 հոգով էին հարձակվեց էցե։ Ու սենց շարունակ։ Զարմանալի է էլի։ Դե բարոյակ, չգիտես ինչ պիտի խորհուրդ տաս, ինչ ասես, որտեղից են դուրս գալի այդ մարդիկ։ Լավ, ես բանն եմ։ Գիտեք ինչն է այս միշտ զարմացրել, ախր ես հիշում եմ էլի, որ Հայաստանում էի ապրում այդ վիճակները։ Մեկ էլ փուճուր բանից էլի այն աստիճան են, որ կարող են իրար սպանել։ Այս պահը ես չեմ հասկանում, որտեղից է սա գալիս էլի։ Նրա ասեն վիճաբանություն կլինի, մի բան կլինի, հա հնարավոր է էլի իրավիճակն, արա բայց գնաց մարդուն սպանելու բանով, արա եկան ծեծես որ ինչ այսինքն էլի։ Ես այսօր մի փոքր հոդված էի գրել Facebook-ում, մի քանի բաներ ուսումնասիրեցի, հոգեբանների բան, մի փոքրիկ տող գտա, ուրեմն ասում են տարբեր հասարակություններում ցանկացած խնդիր 3 ստադիա ունի։ Ասում է խնդիր, խնդրի գիտակցում, բանավեճ եւ բախում կամ բախումը լուծում։ Մեզ մոտ Հայաստանում խնդիր եւ բախում, այսինքն երկու մեջտեղի անցման այդ կետերը բացակայում են։ Եվ դա ասում է բխում է նրանից հիմնականում գալիս է այդ կրթության, դաստիարակության, մենտալիտետի խնդիրը սա, որ մի անգամ ամենալավ բացատրությունը, որ ես եմ ստացել այդ հարցում, ընդհանուր է իհարկե, բայց հետևյալն է, որ այդ տեսակ մարդիկ չեն կարողանում հասկանալ հետևանքներ իր արածի։ Այդքան ինտելեկտ չունի, որ ինքը հասկանա այդ երկու հատ խփեց, կարող է քանի ամիս կամ մի տարի բանտ գնա դրա համար, կամ որ դանակով խփեց, կարող է 20 տարի նստի, որտեղ մարդը այդ հետևանքների մասին իրանք չեն մտածում։ Այդքան ինտելեկտ չունեն եւ շատ տրամաբանական, որտեղ մտածես չես անի, էլի։ Դրա համար դու ինչ ես քաշելու, ինչա հետո լինելու, հա։ Այդ երեխեն անչափահասը, որ դանակով խփում է, նա որ մտածի սաղ կյանքը բանտում է անցկացնելու, չի անի, բայց այդքան խելք չունի, որ մտա, այդքան ինտելեկտ չունի, հա։ Կենթանիները ոնց են, չէ, որ ինստինկտով են շարժվում մենակ, ոչ մի բան, այդ վիճակն է էլի, այդ վիճակն է։ Անաստական բնազներ է ուրեմն, էլի, դա պետության վրա հոգս է, ասեն պետությունը պետք է քայլեր ձեռնարկի, եթե հասարակության մեջ կա այդպիսի մի շերտ, որ ոչ թե մարդկային բնազներով է շարժվում, այլ անաստական գազանական, այդտեղ լուրջ քայլեր պիտի իրականացնեն, որովհետև այսօր ավտոբուսի վարորդի է ծեծում, մյուսին կարող է, չգիտեմ, խանութում ծեծի ու այսպես շարունակ։ Ամեն կես իդեպ բան հաճախ մեզ ասում են, տեսեք, տենց բաներ եք նշում եք, թերթում եք, բայց ինչ ապահով երկիր է, չէ՞ մեր երկիրը, ասում են։ Իրոք զարմանալի բան կա, իրոք միջազգային սանդղակներով բանով Հայաստանը ապահով երկիր է համարվում։ Գիշերը կարող ես ման գալ, չգիտեմ ինչ որ սենց վիճակներ չկա, ինչը նույն լոսում չես կարող անես, ուրիշ մեգապոլիսներում չես կարող անես։ Բայց Հայաստանը նաև այն երկիրն է, որտեղ կենցաղային հողի վրա կես բարի համար դանակասիրտդ կարան կողեն, ինչը տեսել ենք բազմիցս։ Այսինքն այդ գողությունների, կողոպուտների առումով իհարկե շատ ապահով է հոп անելը, բանը չկա մեզ մոտ այտենց վտանգավոր աստիճան, բայց ամեն քայլի կարաս կռվի ու կոնֆլիկտի մեջ գտես գլուխը ջարդեն։ Բառացիորեն թեմա ոնց ասում թեմա կա, այդ թեման վարկյանական կարող է դուրս գալ։ Դա Հանք Ամերիկա ուրեմն, հա։ Իդեպ, քանի որ ուշ ենք միացել, դերնեք, եթե ձեր ժամը սահմանափակվի, դուք կարող եք գնալ, հա, ես շարունակեմ եթերը, հա, առանց որևէ խնդրի, դուք ինձ մոնիտորինգ արեք ժամը ձեր։ Թրամփից ունենք, չգիտեմ, բանը Թրամփի նկարը տեսակ, Թրամփի նկարը իրար որ Հիսուսի պես պատկերել էր։ Հա, այդ հրապարակել ենք, ովքեր չեն տեսել, բարեկամներ, ասենք, որ բժշկող Հիսուսի նկար կար, որ ձեռքը դնում է ճակատին մարկանց բան, ինքը իրան այդ կարգավիճակով, Հիսուսի կարգավիճակով հրապարակել էր, եւ լրագրողներից մեկը կարծեմ այսօր հարց տվեց, չէ՞, ասես պարոն Թրամփ, դուք եք հրապարակել, ասես, հա, ես եմ հրապարակել, ինչ հարց կա։ Հարցեր կան։ Ես չգիտեմ, այո, ես սկսում եմ իսկապես ոչինչ չհասկանալ արդեն։ Մեկ-մեկ ինձ թվում է երազի մեջ եմ։ Ես որ այդ տեսա, ասեցի հաստատ մեկը կարող է արել, էլի, հնարավոր չի որ մարդ ինքն իրան այդ, բայց բարձրացած որ չէ։ Բայց այնտեղ ինչ-որ փորձես փրկել, երևի փորձես փրկել իրավիճակը, ասելով որ այդ ես բժշկում եմ, ոչ թե Հիսուսն եմ, այլ ես բժշկում եմ մարդկանց խնդիրները եւ այլն։ Բայց ինչ, լույսը բանը սա երեխան էլ գիտի որ թե ինչի մասին է։ Շորներ այդ բանը։
ոնց է կոչվում այդ համազգեստը Սա ինձ համար ակնհայտորեն բան է, էլի խախտված մարդու բաներ են արդեն երևում, որ բավական ցցուն կերպով արդեն երևում է, էլի հիմա պատկերացրա ես կամ դու տենց բան անեինք, այդ նկարը դնենք, ինչ կասեին մարդիկ, չէին ասի ցնդելա դերուն արեք, ասի։ Դե ասма դերուն թո Տրամպի մագարտակին բարձրանա դու ասեին ցնդելա։ Բայց որ էդի անում է Տրամփը, մարդիկ տենց է երևի, էլի արդեն ավելի բան են ընդունում, այ մարդ։ Չեմ հասկանում։ Հիմա էլ Հռոմի պապի հետ է կռիվ տալիս, մնացար չէ այդ բաները։ Դե Իտալիայի վարչապետը պաշտպանեց, հետո էլ Իտալիայի վարչապետին սկսեց քննադատել։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է Իտալիայի վարչապետ Մելոնիին, դե ինքը Մելոնի, Մելանիա, այն բանից հետո, երբ նա դատապարտել է նրա խոսքերը Հռոմի պապի մասին, նա անընդունելի մարդ է, նրան չի հետաքրքրում, թե արդյոք Իրանը միջուկային զենք կունենա, թե ոչ։ Ես ցնցված եմ նրանից։ Ես կարծում եմ, որ նա համարձակություն ուներ, սխալվում էի, ոչ։ Իրանը 2 րոպեում կպայթեցներ Իտալիան, եթե հնարավորություն ունենար։ Իտալական հանրությունը դուրս է եկել եւ նրանց դուր է գալիս այն փաստը, որ ձեր վարչապետը չի օգնում մեզ նավթ ձեռք բերելու հարցում։ Մարկանց դուր է գալիս դա։ Ես չեմ կարող պատկերացնել, որ նրան դա դուր է գալիս։ Ես խնդրում եմ նրանց ուղարկել այն, ինչ ուզում են, բայց նրանք չեն ուզում դա անել, քանի որ ՆԱՏՕ-ն թղթե վագր է, ասել է Թրամփը Մելոնիի մասին։ Հիմա ՆԱՏՕ-ին է կպե։ Ախր մենք էլ ենք ՆԱՏՕ-ի մեջ ենք, չէ՞, ախր ոնց կարող ես, չգիտեմ, այս Օրբանի պատմությունները բան լավներ, չէ՞, ուրեմն JD Vance-ին ուղարկեց Թրամփը ընտրությունից 1 օր առաջ, որ այդ բան անի, էլի, օգնի Օրբանին ընդունվել։ Հիմա տեսեք ինչ են ասում, եւ Օրբանը չանցավ իհարկե։ Վիկտոր Օրբանի պարտությունը Կիրակի օրը կայացած ընտրություններում այնքան էլ զարմանալի չէր։ Հայտնել է փոխնախագահ JD Vance-ը, ով քվեարկությունից մի քանի օր առաջ մեկներ էր Բուդապեշտ Սպիտակտան աջակցություն հայտնելով Հունգարիայի վարչապետին։ Այնպես չէ, որ մենք ի վիճակի չենք վերլուծել սոց հարցումների արդյունքները։ Մենք հասկանում ենք, որ Օրբանի պարտության հավանականությունը շատ մեծ է։ Մյուս կողմից, սակայն, նա այն եզակի եվրոպացի առաջնորդներից է, որ Բրյուսելի բյուրոկրատներին, այսինքն Եվրոմիության բյուրոկրատներին ընդդիմանալու կամք էր ցուցաբերում, նշել է Վենսը։ Այ մարդ, իսկապես սկսում եմ չհասկանալ, այս մարդը այդքան վնաս որ տվել էր այս Օրբանը։ Նախ ինքը արգելափակեց բանը օգնությունը Ուկրաինային, թույլ չէր տալիս, որտեղ քվեարկությունն է, ինքը Եվրոմիության անդամ է, Հունգարիանն է։ Հայաստանին քանի անգամ թույլ չտվեց, ասում էր, այդ գումար պետք է վանաներ Եվրոմիություն, ասում էր, այդքան էլ կտակ Ադրբեջանին կհամաձայնվի, չէ, չեմ համաձայնվի։ Քանի անգամ է բլոկ արել մեր բաները այդ օգնության հազար անգամ տարբեր։ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի մոտիկ ընկերը, ամենամոտիկ ընկերը, աջ ձեռքը Եվրոպայում։ Մի անգամ գիտեք ինչ էր ասել, որ ասում է ես փոքրիկ մի մուկ եմ, որ փորձում է Վագրին Արուսին ազատել վանդակից, Արուսն էլ լինելով Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը։ Այս մարդուն ամերիկան պատժաշկա է անում։ Ոնց որ Եվրոմիությունը մեծ թշնամի լինի, այդպես է հիմա բաները դասավորվում ըստ պարոն Թրամփի, որ ինչ ասում, բյուրոկրատիան ասում է Բրյուսելի, հա, դե գնա ինչ ռուսական բյուրոկրատիան, որը վերցնենք, ես չգիտեմ։ Եվ sense ուր են գնալու, ամբողջ աշխարհին թշնամացնելով մեր դեմ, ուր ենք հասնելու, ես չգիտեմ, հա։ Ես լուրջ մտահոգված եմ դրանով։ Հիմա ամաչում ես, ասես ամերիկացի եմ, այ մարդ, ասես ֆանկելի։ Հա։ Չկա sense բան, այ մարդ, ու հիմա ճիշտ են ասում, ընտրել ենք, մենք ենք ընտրել, ուրիշը չի ընտրել մեզ համար։ Դե ախր մենք ընտրել ենք այնպես չի, որ վատի ու վատագույնի միջև ընտրությունը եղել, հիմա չգիտեմ որն էր ավելի վտանգավոր նոր ինչ էր անունը, վայս պրեզիդենտի անունը ինչ էր նախկին կինը Kamala Harris-ը, հիմա Kamala Harris-ի եւ Trump-ի մեջ չգիտեմ կտրուկ էր մանավանդ։ Իմ կարծիքով իհարկե եղածը, բայց եթե ի սկզբանե Հարիսին տեխնացու դնեին, գուցե եւ շանսեր ունենար, բայց որ Բայդենին բերեցին, Տրամպը ջախջախեց առաջին բանավեճի մեջ, ուշացած փոփոխություն ռակիրովկա եղավ, ժողովրդի աչքից ընկան։ Դեմոկրատները դրա համար այսօր ընկան։ Պիտի եթե ավելի
Բայդենը արդեն հիշողությունն ու բան չուներ, արդեն ի վիճակի չէր ակնհայտորեն այդքան բան չհաշվարկեցին, որ տեխնացությունը դրեցին, բանավեճի գնաց, տապալվեց, նոր փոխեցին, այդ անելու բան չարեցին։ Նոր, դե որտեվ հենց այդ բանավեճի ժամանակ երևաց, որ ինքը արդեն ի վիճակի չի, էլի, ֆիզիկապես չի կարող բան անել, բայց ինքը չէր ուզում, ինքը չէր գիտակցում, հենց այդ է, էլի, այս հիվանդության բանը, որ տարիքի հետ գալիս է, չես գիտական փափուկ ու դանդաղ է գալիս, որ քեզ թվում է ամեն ինչ նորմալ է, այնինչ նորմալ չի։ Ինչքան անուն խառնեց եւ այլն, հա, էլ չես կարող նախագահ լինել երկրի բնականաբար։ Okay, Մետա Այստեղ կենտրոնական ընտրական հանձնաժողովը մեզ մոտ նախընտրական մասնակցող ուժերի համար արդեն հրապարակում արեց պաշտոնապես Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը այսօր հանդիպկազմով ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու համար օգտահաշիվ ստանալու ներկայացուցիչների, կուսակցությունների, դաշինքների այդ հանդիպումներ կազմակերպել, որտեղ հստակ ասում են ով, ոնց, ինչպես, ինչ ուժերով ինչ պայմաններով կարող է մասնակցել ընտրություններին մասնակցել ցանկացող կուսակցությունները դաշինքները մինչև սույն ամսվա ապրիլի 23-ը պետք է էլեկտրոնային եղանակով դիմեն հանձնաժողովին, որպեսզի ստանան իրենց օգտահաշիվները այն հնարավորություն է ընձեռնում քաղաքական ուժերին իր հանրատական օգտահաշիվներից ներբեռնել, էական չի, եւ այն մարդիկ, ովքեր երեք էին խոսում այս թեմայի շուրջ, ովքեր գրանցում չունեն Հայաստանում 14 օրվա մեջ պետք է կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայանան, ասեն թե որտեղ են եւ ժամանակավոր գրանցում ստանան եւ կարողանան քվեարկել։ Ինձ օրինակ շատ հետաքրքիր է այս ընթացքում քանի մարդ այդ կոչով, այդ պահանջով կդիմի կենտրոնական ընտրական հանձնաժողով եւ նախորդ ընտրությունների հետ եթե մոնիտորինգ անեն, քանի տոկոս կկազմի դրսի եկածները։ Այսինքն երևա էլի, ասենք, այսքան մարդ միշտ եղել է օրինակ 1500 հոգի, այս անգամ 60000 է օրինակ։ Արդեն բումը կերևա։ Այդ իշխանով կազդի, այդ արդեն թողնենք ժամանակին։ Դե ինչ, տեսություն ասեմ։ Այո, հա, ես գնամ հեռուստատեսություն հասնեմ։ Ես լավ որ կհանդիպենք վաղը։ Մինչ վաղը ես շարունակում եմ եթերը, հարգելի բարեկամներ, ոչ միտեղ չեն գնում, այսօր շատ լուրջ տրաֆիկներով հաղթարելով ես ուշ եկա, դրա համար այսպես ստացվեց, բայց իհարկե դա մեր շփմանը բոլորովին չի խանգարի։ Իհարկե ողջ օրվա ընթացքում անգամ այսօր մեր update լրատվականի շրջանակներում ես այս ավտոբուսի եւ ուղղորդված մարդկանց դեպքի մասն եմ խոսել, անգամ մի փոքր մոտորում եմ բարձրաձայնել Facebook-ում որոշ դիպվածներով օրինակ Երևանի հանրային տրանսպորտում վարորդների նկատմամբ բռնության դեպքերը այլևս բացառություն չեն, այլ պարբերաբար կնկատվող երևույթներ։ Կարծում դուք եք համոզվել դրանում ցավոք սրտի։ Վերջին ամիսների իրադարձությունները ցույց են տալիս, որ խնդիրը միայն առանձին միջադեպ չէ, այլ համակարգային ճգնաժամի ձևաչափ։ Արդյունքում ամենօրյա իրավիճակները վերածվում են բառացիորեն բռնության, իսկ մեր հարգարժան վարորդները հարվածի տակ են ընկնում։ Այսօր լրատվական հարթակներից մի հատ տխուր լրագրող ելույթ էր ունենում եւ գնահատական էր տալիս, որը ինձ ապշեցրեց։ Այդ լրագրողը, որ սոցիոլոգ էր, լրագրող էր, ինչի, էական չի, ուրեմն եթերում ասում է հետեւյալը. այդ դեպքը, այսինքն վարորդին ծեծելու դեպքը ոչ թե լկտիություն է, այլ պաշտպանության անգրեսիա։ Պատկերացնում ես, լրագրողը տեսնում է ակնհայտ բռնություն եւ դա որակում է ոչ թե որպես լկտիություն եւ փորձի իր շտկումը բերել, հա, ու վերջո լրագրողներն են, չէ, հանրության վրա իր ազդեցությունը ունենում պարկեշտության առումով, բարոյախոսության առումով եւ այլն, փոխանակ ինքը կրթի ճակերտավոր։ Ինքը ասում է, չէ, դա պաշտպանության ագրեսիա։ Այսինքն վարորդը ով ուղևորին ընդամենը ասում է, եղբայր, վճարի ուղևարցդ, ով ուղևորին ասում է վճարի ուղևարցդ, ծեծ է ուտում, դա պաշտպանական ագրեսիա է։ Այսենց էլ քանդել ենք մեր երկիրը։ Դատարկ, վաճառական, անգրագետ, փնթի, կյանք ու աշխարհ չտեսած, բառացիորեն աբիժնիկ մարդկանց ձեռը, որ միկրոֆոն է տալիս, ամեն ինչ լինում է այսպես։ Դա պաշտպանական ագրեսիա է, ասում է։
Փոխանակ դատապարտեն, ասեն, որ մեր հասարակության կեսը բարի համար, կես բարի համար դանակը սիրտդ կարա կողի, սա լուրջ խնդիր է եւ համակարգային լուծում է պահանջում, ասում պաշտպանական ագրեսիա։ Այ որ ժամանակին սրա ծնողներն էլ պաշտպանական ագրեսիա անեին, գուցե մեր հասարակության մեջ մի քանի ստահակ քիչ լիներ։ Բայց ինչպես ասում էր դասականը, բայց արդեն ուշ է, մշուշ է, բայց դա ուրիշ պատմություն է։ Երևանում վարորդը այսօր ոչ միայն երթուղային մեքենա վարող է, այլ նաև վերահսկող, ուղևորցի հավաքման, կարգուկանոնի, պահպանման, հաճախ նաև կոնֆլիկտների միջամտության առումով խոցելի մարդ։ Սակայն այս ֆունկցիաները նրան դարձնում են ուղևորների դժգոհության առաջնային թիրախը։ Դրան էլ գումարենք որոշ քաղաքական վայ ուժերի ուղղորդված մանկլավիկներին եւ ահա պատկերը հստակ է դառնում։ Բայց սա միայն տրանսպորտային խնդիր չէ, սա ավելի խորքային հարց է։ Հասարակության արձագանքի, անձի սահմանների ընկալման, անգլերեն ասած privacy-ն, հա, հարգելու այդ ամեն ինչի վերաբերմունք է։ Մեր հասարակության մեջ կոնֆլիկտները հաճախ չեն մնում բանավեճի մակարդակում, դրանք արագ անցնում են անձնական հարթության եւ արդյունքում ոնց թե դու ինձ ասեցիր վճարի, դու ինձ չես հարգում, դու ինձ վիրավորում ես, հա, եւ այս շղթան ցույց է տալիս, որ խնդիրը միայն իրավիճակը չէ, այլ ինքնասիրության խոցելի ընկալումը։ Այսինքն դու իմ ինքնասիրությանը կպարավորացիր վճարի։ Երբ ցանկացած դիտարկում ընկալվում է որպես վիրավորանք, բնական է, որ արձագանքը դառնում է շատ կտրուկ։ Իսկ դա եւ թերի կրթության, եւ կեղծ արժեհամակարգի, եւ սուտ արժեքների դավանման հստակ արտացոլանքն է, որ ասում է սուտ ենք։ Գրպանում փող չունի երևակայում է իրան, տոկոսով մեքենա կառնի, բայց ասի տեսնում ես, մաշնես ինչ լավն է, այդ ամենը դրա դրսևորումն է։ Շարքը կարելի է երկար շարունակել։ Երևանում այսօր նորմալ է դարձել բարից անցնել հարվածի։ Բավարար է մի պարզ դիտարկում։ Վճարեք ուղևորցը, պարոն, եւ իրավիճակը կարող է վերածվել բախման։ Հայացքի համար փրթում ենք իրար, սիգնալի համար մորթում։ Սա այլևս առանձին միջադեպ չէ, սա վարքագծային նորմ է, որը կամաց-կավաց ցավոք սրտի լեգիտիմացվում է։ Երևանում այսօր խնդիրը այն չէ, որ մարդիկ երբեմն կոպիտ են իրար հետ, չէ։ Խնդիրը այն է, որ կոպտությունը այլևս չի զսպվում։ Մարդիկ չեն ամաչում բռի լինել, հատկապես տղամարդկանց, բայց կանայք է տղի անցել են, բայց մարդը չի ամաչում այլևս բռի լինել։ Ավելին, դա տղամարդկային է դարձել։ Պարկեշտությունը եւ առաքինությունը հավասարվել են ամբաշարության։ Երբ վճարում եմ ուղևորցի համար այդ արտահայտությունը ավարտվում է ծեծով, դա արդեն տրանսպորտի խնդիր չի, դա հասարակության ինքնակարգավորման ձախողում է։ Տղեկ, այդ ծեծ ու ջարդողներին եմ ասում, այդ ուժդ վարորդների վրա է, հա, պատում էր, խեղճ ու կրակ, հարգանքներս բոլոր վարորդներին։ Ուժդ վարորդի վրա է պատում, հա, թանկացրել են վարորդին ծեծում ես, կարաս գնաս ապահովագրության գործակալի ծեծես։ Ապահովագրությունն էլ չէ, ես մի 5 օրվա մեջ 11000 դրամ վճարել, այսօր եմ վճարել, գժական միատիվ։ Ապան ավտոմեքենաների ինշուրանսը Երևանում թանկացել է, այսօր են վճարել։ Եվ բոլոր ինշուրանսները մինիմումով 11000 դրամով թանկացել է։ Հիմա ուժդ պատում է, մի հատ գնա ինշուրանսի ապայի օֆիսեր մի հատ ծեծի, հա՞։ Տորքան գեղներ, կարաք մտնեք օֆիս ու ձեզ նման բաներ թույլ տաք, հա՞, կարաք։ Իդեպ կյանքներդ ինշուրանս կանեք նոր կգտակ, տորքան գեղներ, թե չէ լիքը բաներ կարա լինի։ Քանի դեռ կանոնը չի հարգվում, օրենքը չի զգացվում, իսկ լկտիությունը չի դատապարտվում յուրաքանչյուրի կողմից, ամեն մի ավտոբուս կմնա ոչ թե պարզապես փոխադրամիջոց, այլ լարվածության շարժական օջախ։ Եվ ամենակարևորը, բարեկամներ, խնդիրը չի սկսվում ավտոբուսում, բայց այն հաճախ հենց ավտոբուսում է պայթում։ Ես առաջարկում եմ մտածել այդ ուղղությամբ, այսօր Facebook-ի անդրադարձ եմ արել այս թեմայի շուրջ, բայց նաև որպես շարունակություն, կոմենտներում մեծ մասը գիտես ինչա գրում։ Պիտի հսկիչ լինի Ռաֆայել ջան, վարորդը ոնց մեկանի։ Ձեր հարգելի հայրենակիցներ ջան, ձեր ցավը տանեմ։ Հարցը հսկիչն ու վերահսկիչը չի։ Հարցը հիմա հսկիչին կծեծեն։
Այսինքն հարցը ծեծելն է։ Ոչ թե որ վայ վարորդին բան չանեն, հսկիչին կծեծեն։ Հսկիչը թող բանանի, որ վարորդին չծեծեն։ Այդ ծեծողները հսկիչին էլ կծեծեն։ Հարցը այն է, որ թույլ չտան հասնել այդ մակարը, որ չլինի այդ մտածելակերպը, որ մի քանիսին նենց պատժեն, ոչ թե տնային գալանք իրեք, որ սաղորը տունը վեր ընկած, տունը ինչ։ Պատժել։ Ես առաջարկել եմ վաղուց, երբ որ սաղ Երևանի փողոցները ավլել կտակ, ամեն ավտոբուսի վարորդ էլ կանստիկասի այ այս տղեներ, այս գյադեներ կներեք արտահայտության համար ծեծում ջարդում էր իմ գործընկերոջը, այսի էր ձեր մայրիկների, ձեր քրերի ներկայությամբ աշխարհի ամենավերջին քֆուր քյաֆարը կապել, մատնացույց անելով, փողոց սխելով, ավլող, կողքնել 3 հատ զինված ոստիկան կանգնած լինի։ Այդ ժամանակ խելքները գլուխներ հետ կհավաքեք։ Տնային կալանք են տվել, իրան պետք է տնային կալանքը։ Ինչ փոխվեց։ Դու սա գալու նույն բանն անելու։ Ինչ ասեմ։ Պիտի մեր ժողովուրդը միակ բանը որ վախում է, այդ իր անունն է։ Իր անունն է։ Որտեղ ոչ բան չունի, ուրիշ բան անունը սանաղարդ։ Այ երբ որ կպնես իր անունին, որ կողքիներ ասեն, արա տանեն փողոց ավլել տան, այ ախպեր, չէ, բա մենք այդ տղեն ենք, բան այն տղեն, այն իրանք այն տղեն են, որ ջարդու փշուր անեն վարորդին, որ ասում է, նստել ես, ակետից բեկետ ես անցել, վճարի։ Չես ուզում մի վճարի, մի նստի։ Հիմա հացը թանկացել է Երևանում։ Դե գնացեք հացի փռի աշխատողին ծեծեք։ Ո՞տես ոնց կլինի այդպես բան։ Մի խոսքով, սա ընկերներեն թեման է, որ մի քանի մեկնաբանություններ, դե ասում ենք, այո, ճիշտ է, Ռաֆայել ջան, բարի երեկո, YouTube-ում կլսեմ ոչինչ ինչպես միշտ, օքեյ, բարև ձեզ, հիմա էլ գոհար են ձերբակալել, կարծիքով կերակրողա գոռում են, բայց ցուցարարներին էլ դե չգիտեմ ինչով է կերակրում, ինչ չետակրում։ Հեսա կպարզվի, որ այն վարորդին ծեծողները առանց օրական կաթուտելու չեն կարող բանտարկյալ մնալ, գնացեք յոգա ուղեղի համար պետք է Ռաֆայել ջան։ Բարևներ Մարսելից, Ռաֆայել ջան, քո նկարով անիմաստ կեղծ ինֆոներ են տարածում, Հովո Հովանեսյան։ Հարգելիս, շատ բան են տարածում, հիմա ինչ անեմ, այդ իրանց գործն այլ եմ ասում, կյանքից հոգնած, կյանքում ոչինչի չհասած, բառացիորեն սոված եւ աբիժնիկ մարդիկ են։ Կոնկրետ այդ սույն երևույթը, որ տարածում է նկարները, 11 տարի մեր հետ է աշխատել։ Մեր հեռուստատեսության եւ մեր հիմնարկի վայ հաշվապահն է եղել։ Ես այն օրն եմ եթերում ասել։ Հանես շպրտել են դուս, աբիժնիկ է ինքը իր կյանքով, իր անցած ուղով։ Ինչ ես ինչ մեկնաբան եմ։ Եթե ինքը ինձնից 11 տարի մենք ամեն օր մի հարկում ենք եղել։ Եթե ինքը ինձնից որևէ վատ բան ա տեսե կյանքում, ինչ որ մի բանով ես իրան նեղացրել եմ, ջանից բացի բան չի լսել։ Սոված սատկում էր, 2 հատ տարբեր նասկեր հագնում։ Խնդրում էր, աղաչում էր, թաքսերս հաշվել էի տալի $3000 վնաս տվեց, ինձ չգնացի գլուխը չջարդեց, որտեվ սատկում էր սոված։ Հիմա իմ նկարով բաներ ա տարածում, բաներ ա գրում։ Ինչ ես ասեմ իրան։ Ինքը աբիժնիկ է, իր էղությամբ, իր էությամբ, իր կարգավիճակով, իր ստատուսով, իր կյանքում ոչ մի բանի չհասած լինելով։ Ես ինչ բացատրեմ։ Ես իմ տան մեջ եմ, իմ ընտանիքի գլխին եմ, իմ բարեկեցության, իմ երջանկության համատարած սիրո մեջ։ Հրապարակում քայլում եմ, նկարվում են, գալիս են Ռաֆայել ջան, գնում եմ Դսեղ, գնում եմ Գերմանիա, գնում եմ Իտալիա, գալիս եմ Լոս, գնում եմ Մեքսիկա, բացի ջերմությունից ոչ մի բան չեմ տեսել, գլուխս բարձր է քայլում եմ, որտեղ ոչ մեկի հավին քշա կյանքում չեմ ասել։ Աշխատել եմ արդար, մաքուր, ինչ ունեմ, արդար աշխատանքի արդյունքում եմ ունեցել։ Ոչ մեկին չեմ ծառայում, դրապես ֆեյք չեմ աշխատում, դրապես հայհոյանքներ չեմ տարածում, ինչ էլ անում եմ պետությանս համար եմ անում։ Ոչ թե գնացել եմ փախստականի քեսով վեր եմ ընկել Ամերիկայում, իմ նկարներն է տարածում եմ, ես ինչ եմ անում։ Ես բացարձակ արդարանալու որևէ բան չունեմ, նկարս է տարածել, ասում է եկամուտները պիտի պարզենք որտեղից է։ Այ վատ մարդ ոչ եթերային բարերի։ Ուրեմն Ամերիկայի քաղաքացի լինելով Ամերիկայում 15 տարի ապրելով եւ մինչեւ հիմա Ամերիկայից աշխատավարձ ու իմ սաղ բիզնեսն էլ աշխատավարձն էլ ամեն ինչն էլ Ամերիկայում ես Հայաստանից
10 դրամ փող չեմ ստացել եւ չեմ ստանում։ Ուրեմն Ամերիկան իմ եկամուտները չի կարա ստուգի կամ կասկածի տակ դնի, քո նման սոված շունը պիտի գա իմ եկամուտները ստուգի, դու գնա քո եկամուտները մտածի, քո նասկիներդ փոխի վերջապես 11 տարի նույն թարս նասկիներով եկար գործի ամոթելա, բայց այդ ուրիշ պատմություն է։ Այսքան հարգելի բարեկամներ, այսօր իհարկե AMPM հաղորդում ունենք, որը երաժշտական մեր Վիկտորինան է, ապոլիտիկ առանց քաղաքականության, երգերը ընտրված են եւ այդ երգերը կարահողները, մրցանակները եւ լավ նվերները մեր գործընկերների կողմից անպայման կստանան։ Ես մի հատ հարմաստեմ լրահոսը, եթե որևէ բան չլինի, գնանք պատրաստվենք AMPM-ին։ Երևի թե հրատապ որևէ բան չկա։ Okay, ստեղ լավ սա ասեմ, ուրեմն Սուրբ Աննա եկեղեցուն վարչապետի հարվածելու փորձ արած Դավիթ Մինասյանի խափանման միջոցը փոխվել է, ինչպես հայտնում է պաշտպանը, կալանքը վերացվել է, նա դուրս է եկել Արմավիր քրեակատարողական հիմնարկից, բաց են թողել կարճ ասած, իհտեսենք վարչապետ Փաշինյանը այլ պաշտոնական անձինք եւ քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամները մարտի 29-ին քայլում էին Երևանի Սուրբ Աննա եկեղեցի մասնակցելու Ծաղկազարդի պատարակի ընթացքում ներկաներից մեկը փորձել էր հարվածել վարչապետին, սակայն անվտանգության աշխատակիցները կանխել էին այդ միջադեպը։ Ոստիկանության ծառայողները խուլիգանության եւ պաշտոնատար անձի օրինական ծառայական քաղաքական գործունեության միջամտելու կասկածանքով ձերբակալել էին 3 անձի, նրանք ներկայացվել էին նախաքննական մարմին, ձերբակալված 3 անձի նկատմամբ քրեական հետապնդում էր նախաձեռնվել։ Այս գիտեք մի խոսքով։ Այսքանը թերևս հիմա, մի հատ տեսնեմ կոմենտներում էլ ինչ կա, Ռաֆայել ջան դու ընտիր օրինակ ես երիտասարդին, շնորհակալ եմ, մերսի, Ժողովուրդ ջան, հաստատ որ թեմա ուրիշ չի կարա լինի, անդաստիրակներին պաշտպանում դաստիրակված շնորհքով երիտասարդներին էլ իրանց կարծիքով նախատում են, դե իսկական հայի նախանցի ցուցադրություն, դե տենց է, նոր Հայաստան այցելուց եկա մարդիկ շատ են, լավ չգիտեմ, Ժողովուրդ ջան, չգիտեմ